Երբ Գրաչյան Ներսիսյանի անձնական արխիվը բացվեց 60 տարի անց, հետաքննողները գտան մի փոքրիկ նոթատետր, թաքնված հին կոստյումի գրպանում։ Այդ էջերում արտիստի ձեռագրով գրված էր ամեն ինչ, ինչ նա երբեք չէր համարձակվել ասել բեմից։ Անունները, ամսաթվերը, խոստումները, որոնք երբեք չկատարվեցին։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ վերջին էջում նա գրել էր. «Եթե դուք կարդում եք սա, ուրեմն ես այլևս չկամ, եւ նրանք կարողացան ինձ լռեցնել։ Բայց ճշմարտությունը պետք է ասվի»։ Ո՞վ էին այդ նրանք։ Ինչու էին նրա ամենամտերիմները վախենում խոսել նույնիսկ հուղարկավորության ժամանակ։ Ինչպես հնարավոր էր, որ մարդը, ով ողջ խորհրդային միությունը ծիծաղեցնում էր, ինքը ապրում էր անտանելի ցավի մեջ։ Այսօր մենք կբացենք այն դռները, որոնք կողպված էին 6 տասնամյակ, եւ կպատմենք պատմություն, որը պաշտոնական կենսագրություններից հուշտակ հեռացվել էր։ 1950-րդ թվականների վերջերը Երևանի օպերայի թատրոնի մոտ հավաքված հազարավոր մարդիկ սպասում էին միայն մեկ բանի՝ տեսնել Գրաչյան Ներսիսյանին։ Տոմսերը վաճառվում էին սև շուկայում եռապատիկ գնով, եւ մարդիկ պատրաստ էին գիշերել հերթում, միայն թե ներս մտնեին դահլիճ։ Երբ նա հայտնվում էր բեմում, ամբողջ դահլիճը ոտքի էր կանգնում։ Նրա ձայնը, նրա շարժումները, նրա աչքերի փայլը, ամեն ինչ կախարդական էր։ Բայց ոչ ոք չգիտեր, որ այդ փայլի ետևում թաքնված էր մի մարդ, ով ամեն օր արթնանում էր սարսափից։ Ոչ ոք չտեսավ, թե ինչպես էր նա դողում գրիմասենյակում ելույթից առաջ, ինչպես էր խմում վալերյանի կաթիլներ, որպեսզի կարողանա ժպտալ։ Հանրությունը տեսնում էր միայն կատարյալ դերասանին, բայց ոչ ոք չէր տեսնում կոտրված մարդուն։ Նրա կինը, Արմինե Ներսիսյանը, վերջին հարցազրույցներից մեկում ասաց. «Գրաչյան երկու կյանք ուներ, մեկը բեմի վրա, մյուսը տանը։ Եվ երկրորդը այնքան ծանր էր, որ ես երբեմն չէի հասկանում, թե ինչպես է նա դիմանում»։ Բայց նույնիսկ նա չէր կարող ամեն ինչ պատմել։ Կային գաղտնիքներ, որոնք նա տարավ գերեզման, կային խոսակցություններ, որոնք տեղի ունեցան փակ դռների հետևում եւ որոնց մասին նա երդվել էր երբեք չխոսել։ Ինչու՞։ Ո՞վ էր նրան սպառնացել։ Ինչից էր վախենում այս կինը, ով տասնամյակներ ապրել էր հանճարի կողքին։ Գրաչյան Ներսիսյանը ծնվել էր 1922 թվականին Երևանի մի պարզ ընտանիքում։ Նրա հայրը Սուրեն Ներսիսյանը աշխատում էր գործարանում, իսկ մայրը Սիրանույշը տնային տնտեսուհի էր։ Ընտանիքը ապրում էր նեղ պայմաններում, բայց երեխաները միշտ լսում էին երգեր եւ ծիծաղ։ Գրաչյան փոքրուց էր սիրում ուրիշներին ծիծաղեցնել։ Նա կարող էր ժամերով նմանակել հարևաններին, ուսուցիչներին, նույնիսկ իր ծնողներին։ Բոլորը ասում էին, այս տղան ծնված է բեմի համար։ Բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե որքան ծանր գին կվճարի նա այդ տաղանդի համար։ Երբ նա 16 տարեկան էր, Երևանում բացվեց նոր թատրոնական ստուդիա։ Գրաչյան գնաց փորձարկման, եւ ռեժիսորները անմիջապես տեսան նրա ներուժը։ Նրան ընդունեցին առանց որևէ հարցի։ Բայց այնտեղ էր, որ սկսվեց իրական դժոխքը։ Ստուդիայի տնօրենը, մի մարդ, ում անունը մենք կպահենք գաղտնի իրավական պատճառներով, անմիջապես հասկացավ, որ այս երիտասարդը կարող է ոսկե հավ դառնալ։ Նա սկսեց հոգ տանել Գրաչյայի մասին։ Տվեց նրան լավագույն դերերը, ներկայացրեց ազդեցիկ մարդկանց, բացեց դռներ, որոնք սովորական երիտասարդի համար փակ էին։ Բայց ամեն ինչ ուներ իր գինը։ Գրաչյան պետք է ստորագրեր պայմանագիր, որը նրան կապում էր ստուդիայի հետ 10 տարի ժամկետով։ Պայմանագրի մեջ կար մի կետ, որը նա չհասկացավ անմիջապես։ Այնտեղ գրված էր, որ նրա բոլոր եկամուտները, բոլոր հոնորարները, նույնիսկ նվերները հանդիսատեսներից պետք է անցնեն ստուդիայի հաշվով։ Նա կստանար միայն ֆիքսված աշխատավարձ, 150 ռուբլի ամսական։ Մնացածը կմնար կառավարման մեջ։ 16 տարեկան Գրաչյան, ով երազում էր բեմի մասին, ստորագրեց առանց կարդալու։ Նա չգիտեր, որ այդ ստորագրությամբ նա վաճառում էր իր ամբողջ ապագան։ Առաջին տարիները ամեն ինչ թվում էր հեքիաթ։ Գրաչյան դարձավ աստղ։ Նրա անունը հայտնի էր ամբողջ Հայաստանում։ Մարդիկ ճանաչում էին նրան փողոցում, երեխաները խնդրում էին ավտոգրաֆ, կանայք նետում էին ծաղիկներ։ Բայց երբ նա գնում էր տուն, նրա գրպանները դատարկ էին։ Ստուդիայի տնօրենը բացատրում էր. «Գումարը ներդրվում է քո ապագայի մեջ։ Մենք քեզ համար շինում ենք կարիերա»։ Գրաչյան հավատում էր։ Նա չուներ ընտրություն։ Պայմանագիրը կնքված էր, եւ եթե նա փորձեր խախտել այն, նրան սպառնում էր դատական հետապնդում եւ կարիերայի ավարտ։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ 1950-րդ թվականների կեսերին Գրաչյան հանդիպեց Արմինեին։ Նա էր նրա առաջին իսկական սերը։ Արմինեն աշխատում էր թատրոնի կոստյումերի բաժնում, եւ նրանց ծանոթությունը սկսվեց պատահականորեն, մի փորձի ժամանակ։ Նրանք սիրահարվեցին անմիջապես։ Գրաչյան առաջին անգամ իր կյանքում զգաց, որ ինչ-որ մեկը իրեն սիրում է ոչ թե որպես աստղ, այլ որպես մարդ։
Նրանք ամուսնացան 1956 թվականին, եւ Գրաչյան մտածեց, որ վերջապես գտել է երջանկությունը։ Բայց ստուդիայի տնօրենը չէր ուրախացել։ Նա կանչեց Գրաչյանին իր գրասենյակ եւ ասաց. «Դու սխալ ես արել։ Քո կինը քեզ կխանգարի։ Աստղերը չպետք է ունենան ընտանիք։ Հանրությունը պետք է հավատա, որ դու ազատ ես»։ Գրաչյան առաջին անգամ համարձակվեց հակառակ խոսել։ Նա ասաց. «Սա իմ անձնական կյանքն է»։ Տնօրենը ժպտաց սառը ժպիտով եւ պատասխանեց. «Քո անձնական կյանքը դադարեց գոյություն ունենալ այն օրը, երբ դու ստորագրեցիր պայմանագիրը։ Ամեն ինչ, ինչ դու ես, պատկանում է ստուդիային»։ Այդ օրվանից Գրաչյայի կյանքը փոխվեց։ Նրան սկսեցին տալ ավելի քիչ դերեր։ Լավագույն ելույթները տրվում էին այլ դերասաններին։ Երբ նա հարցնում էր ինչու, նրան պատասխանում էին. «Դու չես կենտրոնացած, քո ուշադրությունը ցրված է»։ Գրաչյան հասկացավ, որ սա վրեժխնդրություն է, բայց նա չէր կարող ոչինչ անել։ Նա փակված էր ոսկե վանդակի մեջ, որտեղ նրան կերակրում էին, բայց չէին թողնում ազատ թռչել։ Արմինեն տեսնում էր, թե ինչպես է նրա ամուսինը փոխվում։ Նա դառնում էր ավելի լուռ, ավելի փակ։ Երբ նրանք միայնակ էին, Գրաչյան երբեմն լաց էր լինում։ Նա ասում էր. «Ես չեմ կարող այլևս։ Ես զգում եմ, որ ինձ ուտում են կենդանի»։ Արմինեն փորձում էր նրան հանգստացնել, բայց նա ինքն էլ վախենում էր։ Նա տեսել էր, թե ինչպես են այլ դերասաններ անհետանում, երբ փորձում են խախտել համակարգը։ Նա գիտեր, որ խորհրդային մեքենան անողոք է։ 1959 թվականին Գրաչյային առաջարկեցին մեծ դեր մի նոր ֆիլմում։ Սա պետք է լիներ նրա մեծ վերադարձը։ Սցենարը գերազանց էր, ռեժիսորը հայտնի, եւ Գրաչյան զգաց, որ սա նրա հնարավորությունն է ապացուցել, որ նա դեռ արժանի է։ Նա աշխատեց օրեր ու գիշերներ, սովորեց տեքստը, մտածեց յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր հայացքի մասին։ Նկարահանումները սկսվեցին եւ ամեն ինչ գնում էր հիանալի։ Ռեժիսորը ասում էր. «Գրաչյա, դու հրաշք ես, սա կլինի քո լավագույն դերը»։ Բայց 2 շաբաթ անց ռեժիսորը կանչվեց Մոսկվա։ Երբ նա վերադարձավ, նրա դեմքը մոխրագույն էր։ Նա հավաքեց ամբողջ թիմին եւ հայտարարեց. «Մենք պետք է վերանկարահանենք Գրաչյայի բոլոր տեսարանները։ Նրան փոխարինելու է մեկ ուրիշը»։ Դահլիճում լռություն էր։ Գրաչյան չէր կարող հավատալ։ Նա հարցրեց. «Ինչու՞։ Ինչ եմ սխալ արել»։ Ռեժիսորը նայեց նրան ցավով լի աչքերով եւ ասաց. «Դու ոչինչ չես սխալել, բայց որոշումը կայացվել է վերևից։ Ես չեմ կարող փոխել այն»։ Գրաչյան դուրս եկավ նկարահանման հրապարակից եւ նստեց մի անկյունում։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա հասկացավ, որ սա ոչ թե պատահականություն էր, այլ պատիժ։ Ստուդիայի տնօրենը ցույց էր տալիս իր ուժը։ Նա ուղարկում էր հաղորդագրություն. «Դու ինձ պատկանում ես, եւ եթե ես ուզեմ, կարող եմ քեզ ոչնչացնել մի վայրկյանում»։ Գրաչյան գիտեր, որ եթե նա բողոքի, նրան կհամարեն դժվար դերասան, եւ նրա կարիերան կավարտվի ընդմիշտ։ Նա պետք է լռեր եւ ընդուներ։ Այդ երեկո նա վերադարձավ տուն եւ ասաց Արմինեին. «Նրանք ինձ կոտրեցին»։ Արմինեն գրկեց նրան եւ լաց եղավ նրա հետ միասին։ Նրանք երկուսն էլ գիտեին, որ սա միայն սկիզբն էր։ Համակարգը ցույց էր տվել իր ատամները, եւ այժմ Գրաչյան պետք է ապրեր մշտական վախի մեջ։ Ո՞վ էր այդ տնօրենը, որ ուներ այդքան ուժ, ինչպես էր նա կարողանում մի հեռախոսազանգով ոչնչացնել մարդու երազանքները, եւ ամենակարևորը, ինչու էր նա այդքան կատաղի Գրաչյայի նկատմամբ։ Պատասխանը եկավ մի տարի անց, երբ Գրաչյայի մի հին ընկերը, ով աշխատում էր ստուդիայի հաշվապահության բաժնում, գաղտնի հանդիպում նշանակեց նրա հետ։ Նրանք հանդիպեցին մի մութ սրճարանում, հեռու բոլորի աչքերից։ Ընկերը դողացող ձայնով ասաց. «Գրաչյա, ես վտանգում եմ իմ կյանքը, բայց դու պետք է իմանաս ճշմարտությունը։ Տնօրենը գողանում է քո գումարները։ Քո հոնորարները, որոնք պետք է լինեին տասնյակ հազարներ, նա գրանցում է որպես հարյուրներ եւ մնացածը դնում իր գրպանը։ Նա արդեն 10 տարի է ինչ հարստանում է քո հաշվին»։ Գրաչյան զգաց, որ հատակը փախչում է նրա ոտքերի տակից։ Նա հարցրեց. «Ինչքան։ Որքան է գողացել։ Քան է նա գողացել»։ Ընկերը հանեց մի թերթիկ եւ ցույց տվեց թվերը։ Գրաչյան տեսավ գումարներ, որոնք կարող էին նրան դարձնել հարուստ մարդ, բայց նա երբեք չէր տեսել այդ գումարները։ Նա ապրում էր նեղ բնակարանում։ Նրա կինը կարում էր իրենց հագուստները, նրանք չունեին նույնիսկ մեքենա։ Իսկ տնօրենը շինել էր վիլլա, գնել էր թանկարժեք մեքենաներ, ուղարկում էր իր երեխաներին լավագույն դպրոցներ։ Ամեն ինչ Գրաչյայի արյունով ու քրտինքով։ Գրաչյան հարցրեց. «Ինչու ես ինձ ասում սա»։ Ընկերը պատասխանեց. «Որովհետև ես այլևս չեմ կարող տեսնել, թե ինչպես է նա քեզ ոչնչացնում։ Բայց Գրաչյա, եթե դու փորձես բողոքել, նա քեզ կոչնչացնի։ Նա ունի կապեր Մոսկվայում, ունի ընկերներ, հա, կա ում։ Նա կարող է քեզ մեղադրել ցանկացած բանի մեջ, եւ դու կհայտնվես բանտում կամ ավելի վատ»։
Գրաչյան հասկացավ, որ նա գտնվում է թակարդում։ Եթե նա լռի, նա կշարունակի ապրել որպես ստրուկ։ Եթե նա խոսի, նա կկորցնի ամեն ինչ՝ կարիերան, ազատությունը, գուցե նույնիսկ կյանքը։ Այդ գիշեր Գրաչյան չքնեց։ Նա նստած էր պատուհանի մոտ եւ նայում էր Երևանի լույսերին։ Նա մտածում էր իր երազանքների մասին, իր երիտասարդության մասին, երբ նա հավատում էր, որ տաղանդը բավական է հաջողության համար։ Այժմ նա գիտեր ճշմարտությունը։ Խորհրդային համակարգում տաղանդը ոչինչ էր, եթե դու չունեիր ճիշտ կապեր, կամ եթե դու համարձակվում էիր հակառակ խոսել։ Նա հիշեց այն բոլոր դերասանները, ովքեր անհետացել էին, այն բոլոր արտիստներին, ովքեր հանկարծ հիվանդացել էին, կամ կամովին հեռացել էին բեմից։ Արդյոք նրանք բոլորը էին փորձել պայքարել համակարգի դեմ։ Առավոտյան Արմինեն գտավ նրան նույն տեղում։ Նրա աչքերը կարմիր էին, բայց նրա դեմքին կար որոշակիություն։ Նա ասաց. «Ես որոշել եմ։ Ես չեմ պայքարի։ Ես կշարունակեմ խաղալ, կշարունակեմ ժպտալ բեմի վրա, բայց ես կգրեմ ամեն ինչ։ Ես կգրեմ յուրաքանչյուր անարդարություն, յուրաքանչյուր սուտ, յուրաքանչյուր դավաճանություն։ Եվ մի օր, երբ ես այլևս չլինեմ, մարդիկ կիմանան ճշմարտությունը»։ Այդպես սկսվեց Գրաչյայի գաղտնի օրագիրը։ Այն փոքրիկ նոթատետրը, որը գտնվեց 60 տարի անց։ Բայց նույնիսկ այդ գաղտնի գրելը չէր կարող փրկել նրան ներքին ցավից։ Գրաչյան սկսեց խմել։ Սկզբում դա էր միայն մի բաժակ օղի երեկոյան, նյարդերը հանգստացնելու համար։ Բայց շուտով մի բաժակը դարձավ 2, երկուսը, կես շիշ, կես շիշը ամբողջ շիշ։ Արմինեն փորձում էր կանգնեցնել նրան, բայց Գրաչյան ասում էր. «Սա միակ ձևն է, որով ես կարող եմ մոռանալ։ Երբ ես խմած եմ, ես չեմ մտածում տնօրենի մասին, չեմ մտածում գողացված գումարների մասին, չեմ մտածում կորած երազանքների մասին»։ Ստուդիայի տնօրենը նկատեց Գրաչյայի խնդիրը եւ օգտագործեց այն իր օգտին։ Նա սկսեց տարածել լուրեր, որ Գրաչյան անվստահելի է, որ նա խմում է, որ նա դժվար է աշխատել նրա հետ։ Այս լուրերը հասան Մոսկվա, եւ շուտով Գրաչյայի անունը հայտնվեց անցանկալի դերասանների ցուցակում։ Նրան այլևս չէին հրավիրում մեծ ֆիլմերի, չէին տալիս լավագույն դերերը։ Նա դարձավ երկրորդ պլանի դերասան, մարդը, ով երբեմն հայտնվում էր բեմի վրա, բայց երբեք չէր լինում գլխավոր աստղը։ Բայց ամենավատը դեռ չէր եկել։ 1962 թվականին Արմինեն հղիացավ։ Սա պետք է լիներ նրանց երջանկության պահը։ Գրաչյան երազում էր երեխայի մասին, ով կժառանգեր նրա տաղանդը, բայց ոչ նրա դառը ճակատագիրը։ Նա խոստացավ Արմինեին, որ կփոխի, կդադարեցնի խմելը, կդառնա լավ հայր։ Եվ մի ժամանակ թվում էր, որ նա իսկապես փոխվում է։ Նա սկսեց ավելի քիչ խմել, ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, նույնիսկ սկսեց գրել երեխայի համար հեքիաթներ։ Բայց տնօրենը չէր կարող թույլ տալ, որ Գրաչյան գտներ երջանկությունը։ Նա կանչեց Գրաչյային եւ ասաց. «Ես լսել եմ, որ դու ընտանիք ես սարքում։ Շնորհավորում եմ, բայց դու պետք է հասկանաս, որ երեխան նշանակում է ավելի շատ ծախսեր, եւ քո ֆիքսված աշխատավարձը չի բավականացնի։ Ես կարող եմ օգնել քեզ, բայց դու պետք է ինչ-որ բան անես իմ համար»։ Գրաչյան հարցրեց. «Ինչ»։ Տնօրենը ժպտաց եւ ասաց. «Ես ուզում եմ, որ դու ստորագրես նոր պայմանագիր, եւս 10 տարի ժամկետով, եւ ես ուզում եմ, որ դու հրաժարվես բոլոր պահանջներից անցյալի համար»։ Գրաչյան հասկացավ, որ սա շանտաժ է։ Տնօրենը գիտեր, որ նա խոցելի է, որ նա պատրաստ է ամեն ինչի իր ընտանիքի համար, եւ նա օգտագործում էր այդ թուլությունը։ Գրաչյան նայեց տնօրենի աչքերին եւ տեսավ այնտեղ սառը հաշվարկ։ Այս մարդը չուներ սիրտ, չուներ խիղճ։ Նա տեսնում էր Գրաչյային միայն որպես գումար աղբյուր, որպես գործիք, որը պետք է շահագործել մինչև վերջ։ Գրաչյան ուզում էր մերժել, ուզում էր ասել ոչ, բայց նա մտածեց Արմինեի մասին, իրենց չծնված երեխայի մասին, եւ նա ստորագրեց։ Այդ օրը Գրաչյան Ներսիսյանը վաճառեց իր հոգին երկրորդ անգամ, եւ այս անգամ նա գիտեր ճիշտ թե ինչ է անում։ Նա վերադարձավ տուն եւ ասաց Արմինեին. «Ես ապահովեցի մեր ապագան»։ Բայց Արմինեն տեսավ նրա աչքերում մահը։ Նա հասկացավ, որ ինչ-որ բան կոտրվել է նրա ամուսնու ներսում, ինչ-որ բան, որը երբեք չէր վերականգնվի։ Այդ գիշեր նրանք պառկեցին մի անկողնում, բայց նրանք երկուսն էլ զգում էին, որ նրանց միջև անցավ անտեսանելի պատ։ 9 ամիս անց ծնվեց նրանց դուստրը՝ Գայանեն։ Սա պետք է լիներ նրանց ամենաերջանիկ օրը, բայց երբ Գրաչյան բռնեց իր դստերը գրկում, նա լաց եղավ։ Նա լաց էր լինում ոչ թե ուրախությունից, այլ ցավից։ Նա գիտեր, որ այս փոքրիկ արարածը մեծանալու է մի աշխարհում, որտեղ նրա հայրը ստրուկ է։ Նա գիտեր, որ նա երբեք չի կարողանա տալ նրան այն կյանքը, որը նա արժանի է։ Եվ նա գիտեր, որ մի օր Գայանեն կհարցնի. «Հայրիկ, ինչու մենք այսպես ենք ապրում, երբ դու այդքան հայտնի ես»։ Եվ նա չէր իմանա, թե ինչ պատասխանել։ Հաջորդ տարիները Գրաչյան ապրեց ավտոմատ ռեժիմով։
Նա արթնանում էր, գնում էր թատրոն, խաղում էր իր դերերը, վերադառնում էր տուն, խմում էր մինչև անգիտակցություն։ Նա դարձել էր ստվեր, մարդ, ով կենդանի էր միայն բեմի վրա, բայց մեռած էր ներսից։ Արմինեն փորձում էր հասնել նրան, բայց Գրաչյան կառուցել էր պատեր իր շուրջը։ Նա չէր ուզում, որ նրա ցավը վարակի նրա ընտանիքին։ Նա մտածում էր, որ եթե նա պահի իր տառապանքը ներսում, գուցե նրա կինն ու դուստրը կարողանան ունենալ նորմալ կյանք։ Բայց գաղտնիքները չեն կարող թաքնված մնալ հավերժ։ 1965 թվականին մի լրագրող, ով հետաքննում էր կոռուպցիան թատերական ոլորտում, սկսեց հարցեր տալ Գրաչյայի պայմանագրի մասին։ Նա գտավ անհամապատասխանություններ, տեսավ, որ Գրաչյայի պաշտոնական եկամուտները չեն համապատասխանում նրա իրական աշխատանքին։ Նա ուզում էր հրապարակել հոդված, որը կբացահայտեր ամբողջ սխեման։ Բայց նախքան նա կարողանար դա անել, նրան կանչեցին ՀԿԿ։ Երբ նա վերադարձավ, նա էր այլ մարդ։ Նա այրեց իր բոլոր նշումները եւ երբեք այլևս չխոսեց այդ թեմայի մասին։ Գրաչյան լսեց այս պատմության մասին եւ հասկացավ, որ համակարգը անթափանց է։ Նրանք չէին թույլ տա, որ ճշմարտությունը դուրս գա։ Նրանք պաշտպանում էին իրենց սեփականներին, նույնիսկ եթե դա նշանակում էր ոչնչացնել անմեղ մարդկանց։ Գրաչյան զգաց, որ նա անկղմվում է անդունդ, որտեղից ելք չկա։ Նա սկսեց մտածել մահվան մասին։ Ոչ թե որպես վախի առարկա, այլ որպես ազատագրում։ Նա մտածում էր, գուցե մահը միակ ելքն է այս դժոխքից։ Բայց ամեն անգամ, երբ այդ մտքերը գալիս էին, նա նայում էր Գայանեին եւ հասկանում էր, որ նա չի կարող թողնել նրան։ Նա պետք է դիմանար, պետք է ապրեր, նույնիսկ եթե յուրաքանչյուր օր էր տանջանք։ Նա պարտավոր էր իր դստերը պաշտպանել այն աշխարհից, որը նրան կոտրել էր։ Եվ այդպես նա շարունակեց, օր-օրի, տարի-տարուց, կրելով իր խաչը լռությամբ։ Բայց լռությունը ունի իր գինը, եւ Գրաչյան Ներսիսյանը վճարում էր այդ գինը ամեն օր, իր առողջությամբ, իր հոգով, իր երջանկությամբ։ Նա դարձել էր կենդանի զոհ, մարդ, ով զոհաբերվել էր համակարգի զոհասեղանին։ Եվ ամենավատը այն էր, որ ոչ ոք չգիտեր։ Հանրությունը տեսնում էր միայն ժպտացող դերասանին, բայց ոչ ոք չտեսավ արյունահոսող մարդուն դիմակի ետևում։ Ինչպես կարողացավ նա շարունակել։ Որտեղից էր նա գտնում ուժը ելնել բեմ ամեն երեկո եւ ծիծաղեցնել մարդկանց, երբ ինքը ներսից մահանում էր։ Պատասխանը կար նրա գաղտնի օրագրում։ Նա գրել էր. «Ես շարունակում եմ, որովհետև եթե ես կանգ առնեմ, նրանք կհաղթեն։ Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք հաղթեն։ Ես պետք է դիմանամ մինչև վերջ, որպեսզի մի օր ճշմարտությունը ասվի»։ Բայց վերջը մոտենում էր ավելի արագ, քան նա կարող էր պատկերացնել։ Եվ երբ այն եկավ այնպիսի ձևով, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Բայց դա պատմություն է հաջորդ գլխի համար։ Հիմա մենք պետք է հարցնենք, ով էր այն մարդը, ով այցելեց Գրաչյային նրա վերջին օրերին։ Ինչ ասաց նա, որ Գրաչյան այնքան փոխվեց։ Եվ ամենակարևորը, ինչու են նրա մտերիմները դեռևս վախենում խոսել 60 տարի անց։ 1966 թվականի աշնանը Երևանի Արարատ ռեստորանի վիպասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որի մասին պաշտոնական փաստաթղթերում ոչ մի հիշատակում չկա։ Այնտեղ հավաքվեցին 5 մարդիկ. Մշակույթի նախարարության փոխնախարարը, Գոստելերադիոյի տնօրենը, Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչը, ստուդիայի այն տնօրենը, ով տասնամյակներ շահագործում էր Գրաչյային, եւ Գրացիա Ներսիսյանը։ Սեղանի վրա կային օղու շիշեր, թանկարժեք խորտիկներ, բայց ոչ ոք չէր դիպչում դրանց։ Մթնոլորտը լարված էր։ Փոխնախարարը վառեց սիգարետ եւ ասաց. «Գրաչյա, մենք քեզ հավաքել ենք, որովհետեւ ունենք առաջարկ։ Մոսկվան ուզում է, որ դու մասնակցես նոր հեռուստահաղորդման, ամբողջ միության համար։ Սա քո մեծ հնարավորությունն է»։ Գրաչյան լռում էր։ Նա գիտեր, որ երբ նրանք ասում են հնարավորություն, դա նշանակում է թակարդ։ Տնօրենը ավելացրեց. «Բայց կա մի պայման. դու պետք է հրաժարվես քո ընտանիքից, պաշտոնապես։ Մոսկվան ուզում է, որ դու լինես ազատ աստղ։ Ամուսնացած դերասանը չի վաճառվում լավ»։ Գրաչյան զգաց, որ սենյակը պտտվում է։ Նրանք ուզում էին, որ նա ժխտի Արմինեին, ժխտի Գայանեին, իր փոքրիկ դստերը, ով նոր սկսել էր քայլել։ Դրանք ուզում էին, որ նա դառնա ամբողջովին նրանց սեփականությունը, առանց անձնական կյանքի, առանց սիրո, առանց ընտանիքի։ Ո՞վ էին այս մարդիկ, որ կարծում էին, թե կարող են որոշել ուրիշի ճակատագիրը։ Ինչպիսի համակարգ էր սա, որտեղ տաղանդավոր մարդուն ստիպում էին ընտրել կարիերայի եւ սիրո միջև։ Գրաչյան նայեց նրանց դեմքերին։ Փոխնախարարը ծխում էր անտարբեր։ Տնօրենը հաշվարկում էր իր ապագա շահույթը։ Մյուսները սպասում էին պատասխանի։ Ոչ ոք չէր մտածում նրա մասին որպես մարդու։ Նրա համար նա էր ապրանք, ներդրում, գործիք։ Գրաչյան բացեց բերանը եւ ասաց. «Ես չեմ կարող»։ Սենյակում լռություն հաստատվեց։ Փոխնախարարը մաշեց սիգարետը եւ ասաց սառը ձայնով. «Գրաչյա,
Դու չես հասկանում իրավիճակը։ Սա ոչ թե խնդրանք է, սա հրաման է։ Եթե դու մերժես, մենք կապահով ենք, որ դու երբեք այլևս չհայտնվես բեմի վրա։ Քո անունը կհեռացվի բոլոր ծրագրերից։ Քո ընտանիքը կմնա առանց եկամտի։ Մտածիր քո դստեր մասին։ Սա էր վերջնագիր։ Նրանք օգտագործում էին Գայանեին որպես զենք նրա դեմ։ Գրաչյան զգաց, որ նա խեղդվում է։ Նա ասաց. «Տվեք ինձ ժամանակ մտածելու համար»։ Տնօրենը ժպտաց. «Քեզ ունես 1 շաբաթ, հետո մենք ակնկալում ենք պատասխան»։ Գրաչյան դուրս եկավ ռեստորանից եւ քայլեց փողոցներով ժամերով։ Նա չգիտեր, թե ինչ անել։ Եթե նա համաձայներ, նա կկորցներ իր ընտանիքը, միակ բանը, որը տալիս էր նրան ուժ շարունակելու համար։ Եթե նա մերժեր, նա կկորցներ ամեն ինչ, եւ նրա ընտանիքը կտառապեր նրա պատճառով։ Սա էր կատարյալ թակարդ։ Նա վերադարձավ տուն առավոտյան, երբ Արմինեն պատրաստում էր նախաճաշ։ Նա նայեց նրան։ Այս կնոջը, ով 10 տարի կողքին էր կանգնած նրա բոլոր դժվարություններում, եւ նա չկարողացավ ասել ճշմարտությունը։ Նա պարզապես գրկեց նրան եւ լաց եղավ։ Արմինեն հարցրեց. «Ինչ է պատահել»։ Գրաչյան պատասխանեց. «Ոչինչ, ես պարզապես քեզ շատ եմ սիրում»։ Բայց Արմինեն զգաց, որ ինչ-որ բան սարսափելի է տեղի ունեցել։ Հաջորդ օրերին Գրաչյան փորձեց գտնել ելք։ Նա գնաց իրավաբանի մոտ, բայց իրավաբանը ասաց. «Գրաչյա, ես չեմ կարող քեզ օգնել։ Այս մարդիկ ունեն անսահման իշխանություն։ Եթե դու պայքարես նրանց դեմ, դու կկորցնես»։ Նա փորձեց խոսել հին ընկերների հետ, բայց բոլորը խուսափում էին նրանից։ Նրանք վախենում էին նույնիսկ նրա հետ տեսնվելուց։ Համակարգը ստեղծել էր վախի մթնոլորտ, որտեղ ոչ ոք չէր համարձակվում օգնել։ Գրաչյան հասկացավ, որ նա լիովին մենակ է։ Նա նստեց իր փոքրիկ ուսումնասենյակում եւ բացեց իր գաղտնի օրագիրը։ Նա գրեց. «Նրանք ուզում են, որ ես ընտրեմ իմ արվեստի եւ իմ ընտանիքի միջև։ Բայց ինչպես կարող եմ ես ընտրել։ Արվեստը իմ շունչն է, բայց ընտանիքս իմ սիրտն է։ Առանց սրտի ես չեմ կարող շնչել»։ Շաբաթը անցավ շատ արագ։ Վերջին օրը Գրաչյան նստած էր Գայանեի մահճակալի մոտ եւ դիտում էր նրան քնած։ Նրա փոքրիկ դուստրը քնած էր խաղաղ, չգիտենալով, որ նրա հայրը կայացնում է որոշում, որը կփոխի նրանց բոլորի կյանքը։ Գրաչյան շոյեց նրա մազերը եւ շշնջաց. «Ներեցիր ինձ, իմ փոքրիկս։ Ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, որպեսզի դու ունենաս ապագա»։ Նա կայացրել էր որոշումը։ Նա պատրաստ էր զոհաբերել իր երջանկությունը իր դստեր համար։ Բայց նա չգիտեր, որ այս զոհաբերությունը կլիներ միայն սկիզբը ավելի մեծ ողբերգության։ Հաջորդ օրը Գրաչյան գնաց ռեստորան եւ ասաց նրանց իր պատասխանը։ Նա համաձայնեց, բայց նա դրեց մի պայման. «Ես կանեմ այն, ինչ դուք ուզում եք, բայց իմ ընտանիքը պետք է ապահովված լինի։ Նրանք պետք է ունենան բնակարան, եկամուտ, ամեն ինչ, ինչ նրանց անհրաժեշտ է»։ Փոխնախարարը ժպտաց. «Իհարկե, Գրաչյա, մենք կհոգանք քո ընտանիքի մասին, դու պարզապես պետք է կատարես քո մասը»։ Նրանք ստորագրեցին նոր պայմանագիր։ Այս անգամ պայմանագիրը ավելի մանրամասն էր։ Գրաչյան պետք է պաշտոնապես բաժանվեր Արմինեից, բայց նրանք կարող էին շարունակել ապրել միասին գաղտնի։ Հանրությանը պետք է ներկայացվեր, որ Գրաչյան ազատ է։ Նա պետք է հայտնվեր հանրային միջոցառումներում առանց կնոջ, պետք է ժպտար լուսանկարիչներին, պետք է խաղար հասանելի աստղի դերը։ Սա էր նոր ստրկությունը։ Ոչ միայն նրա աշխատանքը, այլև նրա անձնական կյանքը այժմ պատկանում էր նրանց։ Երբ Գրաչյան տուն վերադարձավ, նա պատմեց Արմինեին ամեն ինչ։ Արմինեն լսեց լռությամբ, եւ երբ նա ավարտեց, նա ասաց. «Ես հասկանում եմ։ Դու արեցիր այն, ինչ պետք էր անել»։ Բայց նրա աչքերում Գրաչյան տեսավ ցավ, որը խոսքերը չէին կարող արտահայտել։ Նրանք գիտեին, որ նրանց ամուսնությունը այժմ դարձել էր գաղտնիք, ինչ որ բան, ինչ պետք է թաքցնել աշխարհից։ Նրանք դարձան ստվերային ընտանիք, գոյություն ունեցող միայն փակ դռների հետևում։ Արդյոք սա էր այն ապագան, որի համար Գրաչյան երազել էր, երբ նա առաջին անգամ բարձրացել էր բեմ։ 1967 թվականին Գրաչյան սկսեց աշխատել նոր հեռուստահաղորդման վրա։ Հաղորդումը կոչվում էր «Երեկոյան ժպիտներ» եւ այն հեռարձակվում էր ամբողջ Խորհրդային Միության տարածքում։ Գրաչյան էր հիմնական հյուրընկալողը, եւ նա պետք է ամեն շաբաթ ծիծաղեցներ միլիոնավոր դիտողների։ Հաղորդումը հսկայական հաջողություն ունեցավ։ Գրաչյայի անունը դարձավ հայտնի Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ։ Մարդիկ սիրում էին նրան, գրում էին նրան նամակներ, ուղարկում էին նվերներ։ Բայց ամեն այդ սերը եւ ճանաչումը չէին կարող լցնել դատարկությունը նրա ներսում։ Ամեն երեկո, երբ նա վերադառնում էր տուն, նա հանում էր իր դիմակը եւ դառնում էր կրկին այն կոտրված մարդը, ով ապրում էր թակարդում։ Բայց հաջողությունը բերեց նաեւ նոր խնդիրներ։ Ստուդիայի տնօրենը տեսավ, որ Գրաչյան այժմ ավելելի արժեքավոր է, քան երբևէ, եւ նա սկսեց պահանջել ավելին։
Նա ուզում էր, որ Գրաչյան հայտնվի ավելի շատ հաղորդումներում, ավելի շատ ֆիլմերում, ավելի շատ համերգներում։ Գրաչյայի օրացուցույցը լցվեց այնպես, որ նա գրեթե չուներ ժամանակ տանը լինելու։ Նա տեսնում էր Գայանեին միայն երբեմն, երբ նա արդեն քնած էր։ Նա դառնում էր օտար իր սեփական ընտանիքում։ Արմինեն փորձում էր պահել ամեն ինչ միասին, բայց նա զգում էր, որ նրանց ամուսնությունը քայքայվում է։ Նրանք դարձել էին օտարներ, ովքեր կիսում էին միևնույն տունը, բայց ապրում էին տարբեր աշխարհներում։ Մի երեկո 1968 թվականին Գրաչյան վերադարձավ տուն եւ գտավ Արմինեին լացող։ Նա հարցրեց. «Ինչ է պատահել»։ Արմինեն ցույց տվեց նրան մի նամակ։ Այն եկել էր անանուն մարդուց եւ այնտեղ գրված էր. «Քո ամուսինը ունի սիրուհի Մոսկվայում։ Բոլորը գիտեն դրա մասին, բացի քեզանից»։ Գրաչյան կարդաց նամակը եւ զգաց զայրույթ։ Սա սուտ էր։ Նա երբեք չէր դավաճանել Արմինեին, բայց նա հասկացավ, որ սա էր նոր հարված համակարգից։ Նրանք ուզում էին ոչնչացնել նրա ամուսնությունը ոչ միայն պաշտոնապես, այլև իրականում։ Նրանք տարածում էին լուրեր, ստեղծում էին կասկածներ, ցանում էին անվստահություն։ Գրաչյան բացատրեց Արմինեին, որ սա ամբողջովին սուտ է, բայց վնասը արդեն պատճառված էր։ Կասկածի սերմը ցանված էր եւ այն կսկսի աճել։ Գրաչյան որոշեց գտնել, թե ով էր ուղարկել այդ նամակը։ Նա սկսեց հետաքննություն, խոսեց մարդկանց հետ, փորձեց հասկանալ, թե ով կարող էր ունենալ շահ իրենց ամուսնությունը քայքայելու մեջ։ Եվ շուտով նա գտավ պատասխանը։ Նամակը ուղարկել է ստուդիայի տնօրենի քարտուղարուհին, մի երիտասարդ կին, ով երկար ժամանակ փորձել էր գայթակղել Գրաչյային։ Երբ նա մերժել էր նրան, նա վրեժխնդիր էր դարձել։ Բայց Գրաչյան չէր կարող ոչինչ անել։ Եթե նա բողոքեր, տնօրենը կպաշտպաներ իր քարտուղարուհուն, եւ Գրաչյան կհայտնվեր դժվար դերասանի դերում։ Նա պետք է կլաներ դառնությունը եւ շարունակեր ժպտալ։ Բայց ամենավատ հարվածը եկավ 1969 թվականին։ Գայանեն, ով այժմ 7 տարեկան էր, սկսեց հարցեր տալ։ Նա հարցրեց. «Մայրիկ, ինչու հայրիկը երբեք չի գալիս իմ դպրոց։ Բոլոր մյուս երեխաների հայրերը գալիս են, բայց իմը ոչ»։ Արմինեն չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նա չէր կարող ասել ճշմարտությունը, որ Գրաչյան չէր կարող հայտնվել հանրային վայրերում իր ընտանիքի հետ, որովհետև դա կխախտեր նրա ազատ աստղի իմիջը։ Նա ասաց. «Հայրիկը շատ զբաղված է, սիրելիս։ Նա աշխատում է, որպեսզի մենք ունենանք ամեն ինչ»։ Բայց Գայանեն չէր հավատում։ Նա զգում էր, որ ինչ-որ բան սխալ է։ Նա սկսեց հեռանալ իր հորից, այս մարդուց, ով միշտ բացակայում էր, երբ նրան անհրաժեշտ էր։ Գրաչյան տեսավ, թե ինչպես է նա կորցնում իր դստերը, եւ սա էր ավելի ցավոտ, քան ցանկացած այլ բան։ Նա փորձեց ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, բայց ստուդիայի տնօրենը անմիջապես արձագանքեց։ Նա ասաց. «Գրաչյա, դու մոռանում ես քո պարտականությունները։ Մենք ունենք պայմանագիր։ Եթե դու չես կատարում այն, մենք կկիրառենք պատժամիջոցներ»։ Գրաչյան հարցրեց. «Ինչ պատժամիջոցներ»։ Տնօրենը ժպտաց. «Օրինակ, մենք կարող ենք դադարեցնել վճարումները քո ընտանիքին, կամ մենք կարող ենք ապահովել, որ քո դուստրը չընդունվի լավ դպրոց, կամ մենք կարող ենք… Լավ, դու հասկանում ես»։ Սա էր բացահայտ շանտաժ։ Նրանք պահում էին նրա ընտանիքը որպես պատանդ, եւ Գրաչյան չէր կարող ոչինչ անել։ Այդ գիշեր Գրաչյան նստեց իր ուսումնասենյակում եւ խմեց ամբողջ շիշ օղի։ Նա նայում էր իր ձեռքերին, այս ձեռքերին, որոնք երբեմն ծափահարվում էին հազարավոր մարդկանց կողմից, եւ նա զգում էր, որ նրանք կապված են անտեսանելի շղթաներով։ Նա մտածում էր. «Ինչի համար եմ ես ապրում։ Ես չեմ կարող լինել իմ դստեր հետ։ Ես չեմ կարող լինել իմ կնոջ հետ։ Ես չեմ կարող նույնիսկ լինել ինձ հետ։ Ես դարձել եմ մարիոնետ, տիկնիկ, որը պարում է, երբ նրանք քաշում են լարերը»։ Նա վերցրեց իր օրագիրը եւ գրեց. «Ես չգիտեմ, թե որքան ժամանակ դեռ կարող եմ դիմանալ։ Ամեն օր ես զգում եմ, որ ինչ-որ բան ներսումս մահանում է, եւ ամենավատը այն է, որ ոչ ոք չի տեսնում։ Բոլորը տեսնում են ժպտացող դերասանին, բայց ոչ ոք չի տեսնում մահացող մարդուն»։ 1970-րդ թվականների սկզբին Գրաչյայի առողջությունը սկսեց վատանալ։ Նա ուներ սրտի խնդիրներ, բարձր ճնշում, ստամոքսի խոցեր։ Բժիշկները ասում էին, որ նա պետք է հանգստանա։ Բայց ինչպես կարող էր նա հանգստանալ, երբ նրան ստիպում էին աշխատել 18 ժամ օրական։ Ստուդիայի տնօրենը չէր հետաքրքրվում նրա առողջությամբ։ Նա ասում էր. «Գրաչյա, մենք ունենք պայմանագրեր, որոնք պետք է կատարվեն։ Դու կարող ես հանգստանալ, երբ դրանք ավարտվեն»։ Բայց պայմանագրերը երբեք չէին ավարտվում։ Միշտ կար եւս մեկ հաղորդում, եւս մեկ ֆիլմ, եւս մեկ համերգ։ Գրաչյան դարձել էր մեքենա, որը պետք է աշխատեր մինչև կոտրվելը։ Մի օր 1972 թվականին Գրաչյան փլվեց բեմի վրա համերգի ժամանակ։ Հանդիսատեսները սարսափեցին։ Շտապ օգնության մեքենան տարավ նրան հիվանդանոց, եւ բժիշկները ասացին, որ նա ունեցել է սրտի թեթև նոպա։
Նրանք ասացին, որ եթե նա չդադարեցնի այսպիսի ինտենսիվ աշխատանքը, հաջորդ անգամը կարող է մահացու լինել։ Արմինեն աղաչեց նրան. «Գրաչիա, խնդրում եմ, դադարեցրու սա։ Մեր դուստրը քեզ անհրաժեշտ է ավելի շատ, քան ցանկացած հաղորդում»։ Բայց Գրաչյան գիտեր, որ նա չէր կարող դադարեցնել։ Պայմանագիրը դեռ ուժի մեջ էր, եւ եթե նա խախտեր այն, նրա ընտանիքը կմնար առանց ոչինչի։ Ստուդիայի տնօրենը այցելեց նրան հիվանդանոցում։ Նա բերեց ծաղիկներ եւ ժպտաց, բայց նրա աչքերը սառն էին։ Նա ասաց. «Գրաչիա, ես լսեցի քո խնդրի մասին, շատ վատ է։ Բայց դու պետք է հասկանաս, որ մենք ունենք պարտավորություններ։ Հաջորդ շաբաթ մենք ունենք մեծ համերգ Մոսկվայում։ Դու պետք է լինես այնտեղ»։ Գրաչյան նայեց նրան անհավատալիությամբ։ Նա նոր ունեցել էր սրտի նոպա եւ այս մարդը խոսում էր համերգի մասին։ Նա ասաց. «Ես չեմ կարող, բժիշկները արգելել են ինձ»։ Տնօրենը թեքվեց ավելի մոտ եւ շշնջաց. «Գրաչիա, եթե դու չգաս, ես կապահով եմ, որ քո դուստրը չընդունվի համալսարան։ Նա այժմ 14 տարեկան է, ճիշտ է։ Շատ կարևոր տարիներ են գալիս։ Կարծում եմ դու չես ուզի, որ նրա ապագան վտանգվի քո պատճառով»։ Գրաչյան զգաց, որ նա խեղդվում է։ Այս մարդը չուներ սահմաններ։ Նա պատրաստ էր օգտագործել նույնիսկ անչափահաս երեխայի ապագան որպես շանտաժի գործիք։ Գրաչյան հասկացավ, որ նա գտնվում է դժոխքում, որտեղից ելք չկա։ Նա ասաց. «Լավ, ես կգամ»։ Տնօրենը ժպտաց. «Գիտեի, որ դու ողջամիտ մարդ ես։ Հանգստացիր մի քանի օր, եւ մենք կտեսնվենք Մոսկվայում»։ Նա հեռացավ, թողնելով Գրաչային մենակ իր ցավի եւ անկարողության մեջ։ Երբ Արմինեն իմացավ, որ Գրաչյան պատրաստվում է գնալ Մոսկվա, նա զայրացավ։ Նա ասաց. «Դու խելագարվել ես։ Բժիշկները ասացին, որ դու կարող ես մեռնել»։ Գրաչյան պատասխանեց. «Եթե ես չգնամ, Գայանեի ապագան կվտանգվի։ Ես չունեմ ընտրություն»։ Արմինեն լաց եղավ. «Միշտ կա ընտրություն։ Դու պարզապես վախենում ես ընտրել»։ Տրել։ Գրաչյան նայեց նրան եւ ասաց. «Դու ճիշտ ես։ Ես վախենում եմ։ Ես վախենում եմ ամեն օր։ Ես վախենում եմ, որ եթե ես դադարեցնեմ պայքարելը, մենք կկորցնենք ամեն ինչ։ Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»։ Արմինեն գրկեց նրան եւ ասաց. «Բայց մենք արդեն կորցրել ենք ամեն ինչ։ Մենք կորցրել ենք քեզ»։ Գրաչյան գնաց Մոսկվա եւ կատարեց համերգը։ Նա ժպտաց, երգեց, ծիծաղեցրեց հանդիսատեսներին, բայց համերգից հետո նա փլվեց իր հյուրանոցային սենյակում։ Նրա սիրտը ցավում էր այնպես, որ նա չէր կարող շնչել։ Նա կանչեց շտապ օգնություն եւ նրանք կրկին տարան հիվանդանոց։ Այս անգամ բժիշկները ավելի լուրջ էին։ Նրանք ասացին, որ նա պետք է անմիջապես դադարեցնի աշխատանքը, հակառակ դեպքում նա չի ապրի երկար։ Բայց ինչպես կարող էր Գրաչյան դադարեցնել, երբ նրա ամբողջ կյանքը կապված էր այդ պայմանագրի հետ։ Մոսկվայի հիվանդանոցում մի գիշեր, երբ Գրաչյան մենակ էր իր պալատում, դրան այցելեց մի անծանոթ մարդ։ Նա մուտք գործեց առանց թակելու, փակեց դուռը եւ նստեց Գրաչյայի մահճակալի մոտ։ Գրաչյան վախեցավ։ Նա հարցրեց. «Դուք ով եք»։ Մարդը պատասխանեց. «Ես եմ ինչ-որ մեկը, ով գիտե քո պատմությունը, եւ ես եկել եմ քեզ ասելու ճշմարտությունը»։ Նա հանեց մի ծրար եւ դրեց սեղանի վրա։ Նա ասաց. «Այս ծրարի մեջ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ստուդիայի տնօրենը գողացել է քեզանից ավելի քան 100,000 ռուբլի վերջին 10 տարիների ընթացքում։ Կան նաեւ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս նրա կապերը կազմակերպված հանցագործության հետ։ Եթե դու ուզես, դու կարող ես օգտագործել այս փաստաթղթերը նրա դեմ»։ Գրաչյան նայեց ծրարին, հետո նայեց մարդուն։ Նա հարցրեց. «Ինչու ես դու ինձ օգնում»։ Մարդը պատասխանեց. «Որովհետև ես տեսել եմ, թե ինչպես է այս համակարգը ոչնչացնում տաղանդավոր մարդկանց, եւ ես օգնել եմ լռելուց։ Բայց Գրաչյա, դու պետք է իմանաս, եթե դու օգտագործես այս փաստաթղթերը, դու կդառնաս թիրախ։ Նրանք կփորձեն քեզ ոչնչացնել։ Դու պատրաստ ես դրան»։ Գրաչյան մտածեց երկար։ Նա նայեց ծրարին, այս փոքրիկ ծրարին, որը կարող էր ազատել նրան, բայց նաեւ կարող էր ոչնչացնել նրան։ Նա մտածեց Արմինեի մասին, Գայանեի մասին, իրեի մասին, իր ապագայի մասին, եւ նա կայացրեց որոշում։ Նա ասաց. «Ես չեմ կարող վերցնել այն։ Ես չեմ կարող վտանգել իմ ընտանիքը»։ Մարդը հառաչեց. «Ես հասկանում եմ, բայց Գրաչյա, եթե դու չպայքարես, ով կպայքարի։ Քանի դեռ մարդիկ պետք է տառապեն, մինչև ինչ-որ մեկը համարձակվի ասել բավական է»։ Գրաչյան պատասխանեց. «Ես չեմ կարող լինել այդ մարդը։ Ես չունեմ ուժ»։ Մարդը կանգնեց եւ ասաց. «Ուրեմն դու կշարունակես ապրել որպես ստրուկ մինչև վերջ, եւ երբ դու մեռնես, նրանք կթաղեն քեզ որպես աստղ, բայց ոչ ոք չի իմանա, որ դու մեռար որպես ստրուկ»։
Նա վերցրեց ծրարը եւ հեռացավ, թողնելով Գրաչային մենակ իր մտքերի հետ։ Այդ գիշեր Գրաչյան չքնեց։ Նա մտածում էր այն մարդու խոսքերի մասին։ Արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք Գրաչյան իսկապես ստրուկ էր։ Նա նայեց հայելուն եւ տեսավ մի մարդու, ում նա գրեթե չէր ճանաչում։ Նրա դեմքը ծերացած էր, նրա աչքերը հոգնած էին, նրա ժպիտը կեղծ էր։ Նա հարցրեց իր անդրադարձին. «Ո՞վ ես դու։ Ինչի՞ց ես դու դարձել»։ Բայց հայելին չպատասխանեց։ Այն միայն ցույց էր տալիս ճշմարտությունը, մի մարդու, ով կորցրել էր ինքն իրեն ուրիշների ծառայության մեջ։ Հաջորդ առավոտ Գրաչյան դուրս եկավ հիվանդանոցից եւ վերադարձավ Երևան։ Նա չպատմեց Արմինեին այն գիշվա այցելության մասին։ Նա պարզապես ասաց. «Ես լավ եմ, ես կշարունակեմ աշխատել»։ Արմինեն նայեց նրան եւ հասկացավ, որ ինչ-որ բան փոխվել էր։ Նրա ամուսինը դարձել էր ավելի լուռ, ավելի հեռավոր։ Նա ապրում էր նրանց տանը, բայց նրա մտքերը էին ուրիշ տեղ, մի տեղ, որտեղ Արմինեն չէր կարող հասնել։ Նրանց ամուսնությունը դարձել էր ստվեր, ինչ-որ բան, որ գոյություն ուներ միայն անունով, բայց ոչ իրականում։ Գայանեն, ով այժմ 15 տարեկան էր, տեսնում էր ամեն ինչ։ Նա տեսնում էր, թե ինչպես էր իր հայրը քայքայվում, ինչպես էր իր մայրը լաց լինում գիշերները, ինչպես էր իրենց ընտանիքը փլվում։ Բայց նա չէր կարող ոչինչ անել։ Նա էր միայն երեխա, անօգնական վկա մեծահասակների ողբերգության։ Նա սկսեց ատել թատրոնը, ատել բեմը, ատել ամեն ինչ, որ խլել էր իր հորը նրանցից։ Նա երդվեց իր սրտում, որ երբեք չի դառնա դերասան, երբեք չի մտնի այդ աշխարհ, որը կերել էր իր ընտանիքը։ Բայց ճակատագիրը ունի իր սեփական պլանները, եւ Գրաչյան Ներսիսյանի պատմությունը դեռ չէր ավարտվել։ Ամենամութ գլուխները դեռ առաջ էին։ Ինչպես կարող էր մի մարդ, ով տվել էր ուրախություն միլիոնավորներին, ինքը ապրել այդքան ցավի մեջ։ Ո՞վ էին այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին նրա տառապանքների համար։ Եվ ամենակարևորը, ինչու են նրանք դեռևս պաշտպանված 60 տարի անց, երբ ճշմարտությունը պետք է վերջապես ասվի։ 1973 թվականի ձմեռը Գրաչյան Ներսիսյանի անձնական բժիշկը Վահագն Սարգսյանը խախտեց իր երդումը եւ պատմեց մի պատմություն, որը տասնամյակներ թաքցրել էր։ Նա ասաց. «Ամեն անգամ, երբ Գրաչյան պետք է ելներ բեմ, ես նրան ներարկում էի ցավազրկող, այնպիսի դեղամիջոցներ, որոնք սովորական մարդուն կթմրեցնեին ամբողջ օրով։ Բայց նա պետք է կանգնած լիներ, պետք է ժպտար, պետք է երգեր»։ Բժիշկը բացեց իր հին նոթատետրը եւ ցույց տվեց ցուցակը՝ մորֆին, պրոմեդոլ, անալգին, բոլորը արգելված դեղեր, որոնք նա ստիպված էր օգտագործել, որպեսզի Գրաչյան կարողանար շարունակել։ Նրա մարմինը քայքայվում էր ներսից, շարունակեց բժիշկը դողացող ձայնով։ Ստամոքսի խոցերը ալյունահոսում էին, լյարդը մերժում էր աշխատել, սիրտը կանգ էր առնում յուրաքանչյուր երկրորդ օրը։ Բայց ամեն անգամ, երբ ես ասում էի, նա պետք է հանգստանա, ինչ-որ մեկը զանգահարում էր ինձ եւ սպառնում, եթե Գրաչյան չելնի բեմ, իմ բժշկական լիցենզիան կչեղարկվի։ Ո՞վ էր այդ ինչ-որ մեկը։ Ո՞վ ուներ իշխանություն սպառնալ բժշկին։ Ինչպիսի համակարգ էր սա, որտեղ մարդու կյանքը արժեր ավելի քիչ, քան մի երեկոյի ելույթը։ Բժիշկը պատմեց, թե ինչպես էր Գրաչյան գալիս նրա ընդունարան գիշերվա 2-ին, երբ ցավը դառնում էր անտանելի։ Նա մտնում էր առանց թակելու, նստում էր անկյունում եւ լաց էր լինում, հիշում էր Վահագնը։ Ոչ թե ձայնով, այլ լուռ։ Արցունքները պարզապես հոսում էին նրա դեմքով։ Նա ասում էր. «Վահագն, ես այլևս չեմ կարող զգալ իմ ոտքերը, ես չեմ կարող զգալ իմ ձեռքերը, ես դառնում եմ ուրվական»։ Ես նրան ներարկում էի վիտամիններ, ցավազրկողներ, ամեն ինչ, ինչ կարող էի, բայց ես գիտեի, որ սա ժամանակավոր օգնություն էր։ Նրա մարմինը մահանում էր, եւ ոչ ոք չէր կարող կանգնեցնել այդ գործընթացը։ Բժիշկը ցույց տվեց մի լուսանկար։ Գրաչյայի մարմնի վրա կային մանուշակագույն բծեր, որտեղ ներարկումները արվել էին։ Նրա մաշկը դարձել էր այնպիսի բարակ, որ ամեն ներարկումից հետո մնում էին արյունազեղումներ, բացատրեց նա։ Բայց նա երբեք չբողոքեց։ Նա միայն հարցնում էր. «Արդյոք ես կկարողանամ ելնել բեմ վաղը»։ Եվ ես միշտ պատասխանում էի. «Այո», թեև գիտեի, որ ամեն ելույթ նրան մի քայլ ավելի մոտ էր բերում մահվան։ Բայց ամենասարսափելին այն էր, որ Գրաչյան սկսել էր կորցնել իր հիշողությունը։ Բժիշկը պատմեց. 1974 թվականին նա եկավ ինձ մոտ եւ ասաց. «Ես չեմ կարող հիշել իմ դստեր անունը։ Ես գիտեմ, որ ես ունեմ դուստր, բայց երբ փորձում եմ հիշել նրա անունը, իմ գլխում դատարկություն է»։ Սա էր նշան, որ նրա ուղեղը վնասվել էր, հավանաբար դեղերի գերբեռնվածությունից կամ սթրեսից։ Ես ուղարկեցի նրան նևրոպաթոլոգի մոտ, բայց նա մերժեց գնալ։ Նա ասաց. «Եթե նրանք իմանան, որ ես կորցնում եմ իմ հիշողությունը, նրանք ինձ կփոխարինեն»։
եւ ապա իմ ընտանիքը կմնա առանց ոչինչի։ Պատկերացրեք, մարդ, ով չի կարող հիշել իր սեփական երեխայի անունը, բայց ստիպված է շարունակել ժպտալ հազարավոր օտար մարդկանց առջև։ Ինչպիսի տանջանք էր սա։ Վահագն Սարգսյանը պատմեց նաև մի դեպք, որը տեղի ունեցավ 1975 թվականին։ Գրաչյան պետք է կատարեր Մոսկվայում Կրեմլյան պալատում կարևոր պաշտոնյաների ներկայությամբ, բայց երեկոյից առաջ նրա սիրտը կանգ առավ։ Ես եղա նրա հետ հյուրանոցում, եւ ես տեսա, թե ինչպես նա ընկավ հատակին, բռնեց իր կրծքավանդակը եւ փորձեց շնչել։ Ես անմիջապես սկսեցի սրտի մերսում, ներարկեցի ադրենալին եւ հրաշքով նրան վերադարձրի կյանքին։ Բժիշկը դադարարեց, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Բայց երբ նա բացեց աչքերը, առաջին բանը, որ նա ասաց, եղավ. «Ես պետք է ելնեմ բեմ։ Նրանք սպասում են ինձ»։ Ես աղաչեցի նրան. «Գրաչյա, դու նոր մահվան դռնից վերադարձար, դու չես կարող ելնել բեմ»։ Բայց նա մերժեց լսել։ Նա ասաց. «Եթե ես չելնեմ, նրանք կմեղադրեն ինձ պայմանագրի խախտման մեջ եւ իմ ընտանիքը կտուժի»։ Եվ այդպես 3 ժամ անց սրտի կանգից Գրաչյա Ներսիսյանը ելավ Կրեմլյան պալատի բեմ եւ ծիծաղեցրեց ամենահզոր մարդկանց խորհրդային միությունում։ Ոչ ոք չգիտեր, որ մի քանի ժամ առաջ նա մեռած էր եւ վերադարձել։ Բժիշկը բացահայտեց նաեւ մի սարսափելի գաղտնիք։ Ստուդիայի տնօրենը պահանջում էր, որ ես տամ նրան Գրաչյայի բժշկական քարտը, ասաց Վահագնը։ Նա ուզում էր իմանալ յուրաքանչյուր մանրամասն, ամեն հիվանդություն, ամեն դեղ, ամեն թուլություն։ Ես հարցրի ինչու, եւ նա ասաց, որpիսի մենք իմանանք, թե որքան ժամանակ նա դեռ կարող է աշխատել։ Նրանք տրամադրում էին Գրաչյային ոչ թե որպես մարդու, այլ որպես մեքենայի, որը ունի սպասարկման ժամկետ։ Եվ երբ այդ ժամկետը կավարտվեր, նրանք պատրաստ էին նրան փոխարինել նորով։ Վահագնը հանեց մի փաստաթուղթ, պաշտոնական նամակ ստուդիայից, որտեղ գրված էր. Բժիշկ Սարգսյան, ձեզ հիշեցնում ենք, որ արտիստ Ներսիսյանի առողջական տվյալները հանդիսանում են ստուդիայի սեփականությունը։ Ցանկացած տեղեկատվության թաքցումը կհամարվի պայմանագրի խախտում։ Արդյոք նրանք իսկապես կարծում էին, որ մարդու առողջությունը կարող է լինել սեփականություն։ Բժիշկը ավարտեց իր պատմությունը այսպես. Վերջին անգամ, երբ ես տեսա Գրաչյային կենդանի, նա ասաց ինձ. «Վահագն, երբ ես մեռնեմ, խնդրում եմ պատմիր ճշմարտությունը։ Թող մարդիկ իմանան, թե ինչ գնով եմ ես նրանց ծիծաղեցրել»։ Ես խոստացա նրան, բայց 30 տարի վախեցա խոսել։ Այժմ ես ծեր եմ, ինձ այլևս ոչինչ կորցնելու չկա, եւ ես պատրաստ եմ կատարել իմ խոստումը։ Բայց ինչու պետք էր 30 տարի սպասել։ Ով էր այնքան հզոր, որ նույնիսկ բժիշկը վախենում էր խոսել։ 1976 թվականի գարնանը Գրաչյա Ներսիսյանի տան սպասուհին Մարիամ Խաչատրյանը, որը 15 տարի աշխատել էր նրանց ընտանիքում, վերջապես համաձայնեց խոսել։ Նա սկսեց իր պատմությունը այսպես. Ես լվացել եմ սպիտակեղեն, որը թրջված էր արյունով եւ օղիով։ Ես տեսել եմ բաները, որոնք ոչ մի սպասուհի չպետք է տեսներ։ Մարիամը նստեց իր փոքրիկ խոհանոցում եւ սկսեց պատմել մանրամասներ, որոնք պաշտոնական կենսագրություններից հուշտակ բացակայում են։ Ամեն առավոտ, երբ ես գնում էի նրանց բնակարան, ես գտնում էի Գրաչյա պարոնին քնած իր ուսումնասենյակի հատակին, ասաց նա։ Ոչ թե անկողնում, այլ հատակին, շրջապատված դատարկ շշերով։ Նրա կինը, Արմինետի կինը, արդեն չէր փորձում նրան տանել անկողին։ Նա պարզապես ծածկում էր նրան վերմակով եւ լքում էր սենյակը։ Մարիամը պատմեց, թե ինչպես էր Գրաչյայի կյանքը դարձել ամբողջովին կանխատեսելի ցիկլ, արթնանալ ցավի մեջ, խմել ցավը մոռանալու համար, գնալ թատրոն, ելնել բեմ, կեղծ ժպիտով, վերադառնալ տուն, խմել մինչև անգիտակցություն, քնել հատակին եւ հաջորդ օրը կրկնել ամեն ինչ։ Բայց ամենավատը չէր խմելը, շարունակեց Մարիամը։ Ամենավատը եղավ այն, որ նա խոսում էր ինքն իր հետ։ Ես լսում էի նրան գիշերները, երբ նա մենակ էր իր սենյակում։ Նա ասում էր. «Ներեցեք ինձ։ Ես չկարողացա։ Ես փորձեցի, բայց ես չկարողացա»։ Ես չգիտեի, թե ում էր նա խնդրում ներողություն, իր ընտանիքին, իր հանդիսատեսներին, թե ինքն իրեն։ Սպասուհին բացահայտեց նաև մի դեպք, որը տեղի ունեցավ 1977 թվականին։ Մի օր ես մաքսրում էի Գրաչյա պարոնի ուսումնասենյակը եւ գտա մի փոքրիկ տուփ, թաքնված գրադարանի հետևում, պատմեց Մարիամը։ Տուփի մեջ կային նամակներ, տասնյակ նամակներ, որոնք գրված էին տարբեր մարդկանց կողմից։ Ես չպետք է կարդայի դրանք, բայց ես չկարողացա դիմանալ հետաքրքրությանը։ Նամակներում մարդիկ գրում էին Գրաչյային, աղաչելով օգնություն։ Միկին գրել էր. «Պարոն Ներսիսյան, իմ ամուսինը բանտում է անարդար մեղադրանքով, խնդրում եմ օգնեք մեզ»։
Մեկ ուրիշը գրել էր. «Իմ որդին հիվանդ է, բայց հիվանդանոցում մերժում են ընդունել նրան, որովհետև մենք չունենք կապեր։ Դուք հայտնի մարդ եք, խնդրում եմ, միջամտեք»։ Մարիամը ասաց, որ Գրաչյան փորձել էր օգնել այդ մարդկանց, բայց նա ինքը անօգնական էր։ Նա զանգահարում էր մարդկանց, գրում էր նամակներ, բայց ոչ ոք չէր լսում նրան, բացատրեց սպասուհին։ Նրանք ասում էին. «Գրաչյա, դու դերասան ես, ոչ թե քաղաքական գործիչ։ Մի խառնվիր այն բաներին, որոնք քեզ չեն վերաբերում»։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ Մարիամը տեսել էր, թե ինչպես էր Գրաչյայի դուստրը Գայանեն հեռանում իր հորից։ Երբ Գայանեն փոքր էր, նա սիրում էր իր հորը, հիշեց Մարիամը։ Նա սպասում էր նրան դռան մոտ, վազում էր նրա գրկում, երբ նա տուն էր գալիս։ Բայց երբ նա մեծացավ եւ սկսեց հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, նա փոխվեց։ Մարիամը պատմեց, թե ինչպես էր 16 տարեկան Գայանեն մի օր ասել իր հորը. «Ես ատում եմ քեզ։ Դու ընտրեցիր բեմը մեր փոխարեն։ Դու ընտրեցիր օտար մարդկանց մեր փոխարեն»։ Գրաչյան չէր պատասխանել։ Նա պարզապես նստել էր լուռ, արցունքները հոսում էին նրա դեմքով, եւ նա ոչինչ չէր ասել։ «Ես կարծում եմ նա գիտեր, որ Գայանեն ճիշտ էր», ասաց Մարիամը։ Եվ սա էր ամենաերկրորդ ցավը՝ գիտենալ, որ քո սեփական երեխան ատում է քեզ, եւ դու չես կարող բացատրել նրան, թե ինչու դու արեցիր այն, ինչ արեցիր։ Մարիամը բացահայտեց նաեւ մի սարսափելի գաղտնիք, որը նա պահել էր տասնամյակներ։ 1978 թվականին ես տեսա մի մարդու, ով եկավ նրանց բնակարան, երբ Արմինե տիկինը եւ Գայանեն տանը չէին, պատմեց նա։ Այդ մարդը մտավ առանց թակելու, կարծես նա ուներ բանալի։ Նա գնաց ուղակի Գրաչյա պարոնի ուսումնասենյակ եւ փակեց դուռը։ Ես լսեցի բարձր ձայներ, բայց չէի կարող հասկանալ, թե ինչի մասին էին նրանք խոսում։ Մարիամը ասաց, որ երբ այդ մարդը հեռացավ, նա մտավ ուսումնասենյակ եւ գտավ Գրաչյային նստած իր սեղանի մոտ, գլուխը ձեռքերի մեջ։ Ես հարցրի. «Պարոն Ներսիսյան, լավ եք»։ Եվ նա նայեց ինձ այնպիսի աչքերով, որ ես երբեք չեմ մոռանա, հիշեց Մարիամը։ Նրա աչքերում չկար կյանք։ Նա ասաց. «Մարիամ, եթե ինչ-որ բան պատահի ինձ, խնդրում եմ հոգ տար Արմինեի եւ Գայանեի մասին»։ Ես վախեցա եւ հարցրի. «Ինչու եք այդպես խոսում»։ Բայց նա չպատասխանեց։ Սպասուհին պատմեց նաեւ, թե ինչպես էր Գրաչյայի տունը դարձել բանտ։ Նրանք ապրում էին 3 սենյականոց բնակարանում, բայց Գրաչյա պարոնը գրեթե երբեք չէր դուրս գալիս իր ուսումնասենյակից, ասաց Մարիամը։ Նա ուտում էր այնտեղ, քնում էր այնտեղ, ապրում էր այնտեղ։ Կարծես նա փորձում էր թաքնվել աշխարհից։ Մարիամը նկարագրեց, թե ինչպիսին էր այդ սենյակը։ Պատերը ծածկված էին լուսանկարներով, հին լուսանկարներով, հյուսանկարներով, երբ Գրաչյա պարոնը երիտասարդ էր եւ երջանիկ։ Նա նայում էր այդ լուսանկարներին եւ լաց էր լինում։ Նա ասում էր. «Տեսնում ես այդ երիտասարդին»։ Նա չգիտեր, թե ինչ է սպասում նրան։ Եթե նա գիտեր, նա երբեք չէր բարձրանա բեմ։ Մարիամը ավարտեց իր պատմությունը արցունքներով։ «Ես տեսա մի մարդու, ով դանդաղ մահանում էր ամեն օր», ասաց նա։ Եվ ամենավատը այն էր, որ ոչ ոք չէր կարող օգնել նրան։ Նույնիսկ նրա ընտանիքը չէր կարող հասնել նրան։ Նա ապրում էր իր սեփական դժոխքում, եւ ոչ ոք չէր կարող մտնել այնտեղ։ Սպասուհին հարցրեցին, ինչու նա չխոսեց ավելի վաղ, եւ նա պատասխանեց. «Որովհետև ինձ սպառնացին։ Երբ Գրաչյա պարոնը մեկնեց այս աշխարհից, ինչ որ մեկը եկավ ինձ մոտ եւ ասաց. «Եթե դու պատմես ցանկացած բան այն մասին, ինչ տեսար այդ տանը, քո ընտանիքը կտուժի»։ Ես ունեի 3 երեխա, եւ ես չէի կարող վտանգել նրանց։ Բայց այժմ իմ երեխաները մեծացել են, եւ ես այլևս չեմ վախենում»։ Բայց ով էր այդ մարդը, ով սպառնում էր պարզ սպասուհուն։ Ինչքան հեռու էին նրանք պատրաստ գնալ թաքցնելու ճշմարտությունը։ 1979 թվականի աշնանը Երևանի Արարատ ռեստորանի մենեջերը Արամ Գրիգորյանը, որը տասնամյակներ ականատես էր եղել կուլիսային գործարքներին, վերջապես համաձայնեց բացել իր գաղտնիքները։ Նա սկսեց այսպես. Այն, ինչ տեղի էր ունենում Արարատի վիպասենյակներում, չէր գրվում ոչ մի պաշտոնական փաստաթղթում։ Բայց հենց այնտեղ էր որոշվում, թե ով կապրի եւ ով կմեռնի խորհրդային մշակութային աշխարհում։ Արամը պատմեց, թե ինչպես էր ռեստորանի երկրորդ հարկի վիպասենյակ համարը 5-ը դարձել անտեսանելի իշխանության կենտրոն։ Այնտեղ հավաքվում էին մարդիկ, ում անուններն ես չեմ կարող հիշատակել, իրավական պատճառներով, ասաց նա։ Բայց ես կարող եմ ասել, որ նրանք ունեին իշխանություն ոչնչացնել կարիերաները մի հեռախոսազանգով։ Արամը նկարագրեց մի հատուկ երեկո, 1978 թվականի դեկտեմբերին։ Գրաչյա Ներսիսյանին կանչեցին այդ վիպասենյակ, պատմեց նա։ Ես հիշում եմ, որովհետև նա եկավ մենակ, առանց իր սովորական ուղեկցորդների։ Նրա դեմքը մոխրագույն էր եւ նա դողում էր։ Արամը ասաց, որ նա ծառայեց այդ սեղանին եւ թեև նա չէր կարող լսել ամբողջ խոսակցությունը, նա լսեց բավականաչափ։
Նրանք ցույց էին տալիս նրան փաստաթղթեր, հիշեց Արամը։ Մի մարդ, ում ես ճանաչում էի որպես ստուդիայի տնօրեն, ասաց բարձր ձայնով. «Գրաչա, սա քո վերջին հնարավորությունն է։ Կամ դու ստորագրում ես այս նոր պայմանագիրը, կամ մենք հրապարակում ենք այս տեղեկությունները»։ Ես չտեսա, թե ինչ էր այդ փաստաթղթերում, բայց Գրաչա պարոնի արձագանքը ասում էր ամեն ինչ։ Նա ընկավ աթոռին, ծածկեց դեմքը ձեռքերով եւ ասաց. «Դուք ոչնչացրեցիք ինձ»։ Մենեջերը բացահայտեց, որ այդ երեկո Գրաչյան ստորագրեց մի պայմանագիր, որը երկարացնում էր նրա պարտավորությունները եւս 5 տարով։ Բայց սա սովորական պայմանագիր չէր, բացատրեց Արամը։ Ես տեսա մի կետ, որը ասում էր. արտիստը հրաժարվում է իր բոլոր իրավունքներից անցյալ եկամուտների նկատմամբ եւ ընդունում է, որ բոլոր նախորդ վճարումները եղել են արդար եւ ամբողջական։ Սա նշանակում էր, որ Գրաչյան հրաժարվում էր նույնիսկ պահանջելու այն գումարները, որոնք գողացվել էին նրանից տասնամյակների ընթացքում։ Արամը ասաց, որ երբ Գրաչյան ստորագրեց, տնօրենը ժպտաց եւ ասաց. «Հիանալի որոշում, Գրաչա։ Այժմ մենք կարող ենք շարունակել մեր պտղաբեր համագործակցությունը»։ Բայց Գրաչայի դեմքին ոչ մի ժպիտ չկար։ Նա վերցրեց իր պատճենը եւ հեռացավ առանց բառ ասելու։ Մենեջերը պատմեց նաեւ, թե ինչ տեղի ունեցավ այդ երեկոյից հետո։ Ես հետևեցի Գրաչա պարոնին դուրս, ասաց Արամը։ Ես վախենում էի նրա համար, որովհետև նա թվում էր այնպիսի կոտրված։ Նա կանգնեց ռեստորանի դիմաց, նայեց երկնքին եւ սկսեց խոսել ինքն իր հետ։ Նա ասաց. «Ես վաճառեցի իմ հոգին, ես վաճառեցի ամեն ինչ, եւ ինչ ստացա դրա դիմաց։ Ոչինչ»։ Արամը ասաց, որ նա մոտեցավ Գրաչային եւ հարցրեց արդյոք նա լավ է, բայց Գրաչյան նայեց նրան այնպես, կարծես չէր ճանաչում նրան։ Նրա աչքերը դատարկ էին, հիշեց Արամը։ Կարծես նրա ներսում ոչինչ չէր մնացել։ Բայց Արամ Գրիգորյանը պատմեց նաև մի ավելի մութ գաղտնիք։ Մի քանի ամիս անց, 1980 թվականի մարտին, ես տեսա նույն տնօրենին նույն վիպասենյակում, այս անգամ այլ մարդկանց հետ, ասաց նա։ Նրանք խոսում էին Գրաչայի մասին, եւ ես լսեցի մի նախադասություն, որը սառեցրեց իմ արյունը։ Տնօրենը ասաց. «Գրաչյան դառնում է խնդիր։ Նա չափազանց շատ է խմում, չափազանց շատ է սխալներ անում։ Մենք պետք է մտածենք նրա փոխարինման մասին»։ Արամը ասաց, որ մեկ այլ մարդ հարցրեց. «Բայց նա դեռ հայտնի է, մարդիկ սիրում են նրան»։ Եվ տնօրենը պատասխանեց. «Մարդիկ կմոռանան նրան։ Նրանք միշտ մոռանում են։ Մենք պարզապես պետք է ապահովենք, որ նրա հեռացումը լինի բնական»։ Մենեջերը դադարեց, նրա ձայնը դողաց։ «Ես չեմ ասում, որ նրանք պլանավորում էին ինչ-որ բան սարսափելի», շարունակեց նա, բայց այդ խոսքերը ինձ սարսափեցրին։ Ինչ նշանակում էր բնական հեռացում։ Արդյոք նրանք պարզապես ուզում էին, որ նա հեռանա բեմից, թե ինչ-որ ավելի վատ բան։ Արամը ասաց, որ նա փորձեց զգուշացնել Գրաչային, բայց նա չգտավ հնարավորություն։ Գրաչա պարոնը դարձել էր անհասանելի, բացատրեց նա։ Նա այլևս չէր գալիս ռեստորան, չէր հայտնվում հանրային վայրերում։ Կարծես նա թաքնվում էր։ Արամ Գրիգորյանը բացահայտեց նաև, թե ինչպես էր Արարատ ռեստորանը դարձել վայր, որտեղ անհարմար արտիստների ճակատագիրները որոշվում էին։ Ես տեսել եմ այլ դերասանների, երգիչների, ռեժիսորների, ովքեր կանչվել են այդ վիպասենյակ եւ երբեք չեն վերադարձել բեմ, պատմեց նա։ Մի երգչուհի, ում անունը ես չեմ կարող ասել, եկավ այնտեղ երիտասարդ եւ հույսով լի։ Երբ նա դուրս եկավ, նա լաց էր լինում եւ ասում էր. «Նրանք ասացին, որ ես չեմ համապատասխանում խորհրդային իդեալներին։ Իմ կարիերան ավարտվեց»։ Արամը ասաց, որ նա տեսավ տասնյակ նման դեպքեր, տաղանդավոր մարդիկ, ում երազանքները ոչնչացվեցին մի երեկոյում, մի վիպասենյակում, որտեղ ոչ ոք չէր լսում նրանց աղերսները։ Մենեջերը ավարտեց իր պատմությունը մի զգուշացմամբ։ «Ես խոսում եմ այժմ, որովհետև ես հավատում եմ, որ ճշմարտությունը պետք է ասվի», ասաց նա։ Բայց ես նաև վախենում եմ։ Այդ մարդիկ, ովքեր նստում էին այդ վիպասենյակում, ոմանք դեռ կենդանի են, ոմանք դեռ ունեն իշխանություն։ Եվ ես գիտեմ, որ նրանք չեն ուզի, որ այս պատմությունները հրապարակվեն։ Նրան հարցրեցին, ինչու նա համարձակվեց խոսել, եթե այդքան վախենում է, եւ նա պատասխանեց, որովհետև Գրաչա Ներսիսիսյանը խնդրեց ինձ։ Վերջին անգամ, երբ ես տեսա նրան, նա ասաց. «Արամ, եթե ինչ-որ բան պատահի ինձ, խնդրում եմ, պատմիր ճշմարտությունը։ Թող մարդիկ իմանան, որ ես չէի ուզում լքել բեմը, ինձ ստիպեցին»։ Արամը լաց եղավ։ Ես խոստացա նրան, եւ այժմ ես կատարում եմ իմ խոստումը։ Բայց ամենասարսափելի հարցը մնում է անպատասխան։ Ո՞վ էին այդ մարդիկ, ովքեր նստում էին վիպասենյակ համարը 5-ում եւ որոշում էին մարդկանց ճակատագիրները։
Ինչպիսի համակարգ էր սա, որտեղ տաղանդը եւ աշխատանքը ոչինչ չէին նշանակում, եթե դու չունեիր ճիշտ կապերը։ Եվ ամենակարևորը, ինչպես է հնարավոր, որ այս համակարգը շարունակում է գոյություն ունենալ նույնիսկ այսօր, երբ խորհրդային միությունը վաղուց անհետացել է։ Արդյոք այդ նույն մարդիկ կամ նրանց ժառանգները դեռ պահպանում են իրենց իշխանությունը։ Արդյոք դրա համար է, որ Գրաչիա Ներսիսյանի մտերիմները լռել են 60 տարի։ 1980 թվականի ապրիլին, երբ Երևանը դեռ քնած էր առավոտյան 6-ին, Գրաչիա Ներսիսյանի հարևանը Սուրեն Մանուկյանը արթնացավ անսովոր ձայներից։ Նա վերցրեց իր հին նոթատետրը, որտեղ տասնամյակներ գրել էր ամեն ինչ, ինչ տեսել էր, եւ այժմ 85 տարեկանում նա պատրաստ էր վերջապես խոսել։ Ես լսեցի կոտրված ապակու ձայն Ներսիսյանների բնակարանից, սկսեց նա դողողացող ձայնով։ Հետո լսեցի Արմինե տիկնի աղաղակը, այնպիսի աղաղակ, որը մարդ միայն մեկ անգամ է լսում իր կյանքում, երբ ինչ-որ բան անդառնալիորեն կոտրվում է։ Սուրենը ասաց, որ նա անմիջապես վազեց դեպի նրանց դուռը, բայց այն փակ էր։ Նա թակեց, աղաչեց, բայց ոչ ոք չբացեց։ Ես լսում էի ներսից Արմինե տիկնի ձայնը. «Ոչ, Գրաչիա, ոչ, խնդրում եմ, մի արա սա»։ Բայց ես չէի կարող հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում, հիշեց նա արցունքներով։ Մի ժամ անց շտապապ օգնության մեքենան եկավ, բայց ոչ ոք չբացատրեց, թե ինչ էր պատահել։ Հարևանները տեսան միայն, թե ինչպես էին բժիշկները դուրս բերում ճաղատիչներով մի մարդու, ում դեմքը ծածկված էր սպիտակ կտորով։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու էր Արմինեն աղաղակում այնպես, կարծես աշխարհը ավարտվում էր։ Սուրեն Մանուկյանը բացեց իր նոթատետրը եւ ցույց տվեց այն, ինչ գրել էր այդ առավոտ։ Ապրիլի 15, 1980, 6 ժամ առավոտ։ Ներսիսյանների բնակարանից աղմուկ։ Շտապ օգնություն եկավ 7 ժամ 30 րոպեին։ Արմինե տիկինը դուրս եկավ 8 ժամին, դեմքը կարմիր, աչքերը այտուցած։ Նա տեսավ ինձ եւ ասաց միայն մեկ բան. նրանք սպանեցին նրան։ Ես հարցրի ով, բայց նա չպատասխանեց։ Սուրենը ասավ, որ նա երբեք չմոռացավ այդ խոսքերը։ Նրանք սպանեցին նրան, ոչ թե նա մեռավ, ոչ թե նա հիվանդացավ, այլ նրանք սպանեցին։ Բայց ով էին նրանք։ Հարևանը պատմեց, որ հաջորդ օրերին նա տեսավ տարօրինակ մարդկանց, ովքեր մտնում էին Ներսիսյանների բնակարան, մարդիկ սև կոստյումներով, ովքեր չէին նմանվում բժիշկների կամ ազգականների։ Նրանք դուրս էին բերում տուփեր, պայուսակներ, փաստաթղթեր, հիշեց Սուրենը։ Կարծես նրանք մաքրում էին ապացույցները։ Հարևանը բացահայտեց նաև մի սարսափելի մանրամասն։ Մի շաբաթ անց ես տեսա ստուդիայի տնօրենին, այն մարդուն, ով տասնամյակներ շահագործել էր Գրաչիա պարոնին, ասաց Սուրենը։ Նա եկավ Արմինե տիկնի մոտ, եւ ես լսեցի նրանց խոսակցությունը, որովհետեւ նրանք խոսում էին սանդուղքում։ Տնօրենը ասաց. «Արմինե, ես խորապես ցավակցում եմ քո կորուստը, բայց մենք պետք է խոսենք գործնական հարցերի մասին»։ Գրաչյան ուներ պարտավորություններ, որոնք այժմ անցնում են նրա ժառանգներին։ Արմինե տիկինը պատասխանեց. «Ինչպիսի պարտավորություններ։ Իմ ամուսինը մեռավ»։ Տնօրենը ասաց. Նա ստորագրել էր պայմանագիր, որը ներառում էր նաև նրա մահից հետո եկամուտների բաշխումը։ Դու պարտական ես մեզ գումար։ Սուրենը ասաց, որ Արմինեն սկսեց լաց լինել եւ աղաղակել. Դուք նրան սպանեցիք եւ այժմ ուզում եք գումար։ Դուք չարագործներ եք։ Բայց տնօրենը պարզապես ժպտաց եւ հեռացավ։ Ինչպիսի համակարգ էր սա, որտեղ նույնիսկ մահից հետո մարդուն չէին թողնում խաղաղության մեջ։ Սուրեն Մանուկյանը պատմեց նաև, թե ինչ տեղի ունեցավ Գրաչիայի հուարկավորության օրը։ Պաշտոնական հուարկավորությունը կազմակերպվեց օպերայի թատրոնում, ասաց նա։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու իրենց սիրելի արտիստին։ Բայց ինչ-որ բան սխալ էր։ Սուրենը նկարագրեց, թե ինչպես էր պաշտոնական հուարկավորությունը վերածվել ցուցադրության։ Բեմի վրա խոսեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր երբեք չէին եղել Գրաչիայի ընկերները, բացատրեց նա։ Նրանք խոսեցին նրա փառավոր կարիերայի եւ երջանիկ կյանքի մասին։ Բայց ես նայեցի Արմինե տիկնի դեմքին եւ տեսա, որ նա ծամում էր իր շրթունքները, որպեսի չաղաղակի։ Հարևանը ասաց, որ երբ Արմինեին թույլ տվեցին խոսել, նա բարձրացավ բեմ եւ ասաց միայն մի նախադասություն. Իմ ամուսինը ապրեց ցավի մեջ, եւ նա մեկնեց ցավի մեջ։ Մնացածը ամենը սուտ է։ Հետո նա իջավ բեմից եւ պաշտոնյաները շտապեցին շարունակել իրենց փառաբանումները։ Բայց Սուրեն Մանուկյանը պահել էր ամենակարևոր գաղտնիքը վերջի համար։ Հուղարկավորությունից 2 օր հետո ես գտա մի ծրար իմ դռան առջև, պատմեց նա։ Ծրարի վրա գրված էր. Սուրեն, խնդրում եմ, պահիր սա անվտանգ տեղում։ Մի օր ճշմարտությունը պետք է ասվի։ Արմինե։ Սուրենը բացեց ծրարը եւ գտավ Գրաչիայի անձնական օրագիրը, այն փոքրիկ նոթատետրը, որտեղ նա գրել էր ամեն ինչ։
Ես կարդացի այն, եւ ես սարսափեցի, ասաց Սուրենը։ Այնտեղ գրված էր ամեն ինչ, անունները, ամսաթվերը, գումարները, սպառնալիքները, ամեն ինչ։ Հարևանը ասաց, որ նա պահեց այդ օրագիրը 60 տարի, թաքցրած իր տան հատակի տակ, որովհետև վախենում էր։ Բայց այժմ ես ծեր եմ, եւ ես ուզում եմ, որ ճշմարտությունը դուրս գա նախքան ես մեկնել այս աշխարհից, ասաց նա։ Նա հանձնեց օրագիրը հետաքննողներին, եւ այն դարձավ ամենակարևոր ապացույցը Գրաչիա Ներսիսյանի իրական պատմության մասին։ Սուրենը ավարտեց իր պատմությունը մի հարցով. Ինչու պետք է մի տաղանդավոր մարդ, ով տվել էր ուրախություն միլիոնավորներին, մեռներ այդպիսի ցավի մեջ։ Ով է պատասխանատու դրա համար։ Եվ ամենակարևորը, քանի դեռ Գրաչիա Ներսիսյաններ պետք է զոհաբերվեն, մինչև մենք վերջապես ասենք բավական է։ Գրաչիա Ներսիսյանի օրագրի վերջին էջերը, որոնք գրվել էին նրա կյանքի վերջին շաբաթներին, բացահայտում են մի մարդու, ով գիտեր, որ իր ժամանակը սպառվում է։ 1980 թվականի մարտի 28-ին նա գրել էր. Այսօր ես նայեցի հայելուն եւ չճանաչեցի այն մարդուն, ով նայում էր ինձ։ Նրա աչքերը մեռած էին, նրա դեմքը ծերացած էր, նրա ժպիտը կորած էր։ Ես հարցրի ինձ, երբ եմ ես դարձել այս ուրվական։ Երբ եմ ես կորցրել այն երիտասարդին, ով երազում էր բեմի մասին։ Օրագրի էջերը լի էին նման խոսքերով։ Մի մարդու վերջին մտքերը, ով փորձում էր հասկանալ, թե ինչպես էր նրա կյանքը դարձել այդպիսի ողբերգություն։ Նա գրել էր անունները, այն մարդկանց անունները, ովքեր նպաստել էին նրա կործանմանը։ Ստուդիայի տնօրենը, ում նա անվանում էր «Իմ բանտապետը», փոխնախարարը, ում նա կոչում էր «Համակարգի դեմքը», եւ ուրիշներ, տասնյակ ուրիշներ, ովքեր յուրաքանչյուրը ավելացրել էին մի քար նրա խաչին։ Բայց օրագրի ամենասարսափելի մասը եղավ վերջին գրառումը, ապրիլի 13-ին, 2 օր նախքան այն առավոտը, երբ շտապօգնությունը եկավ։ Գրաչյան գրել էր. Այսօր ինձ այցելեց մի մարդ։ Նա ասաց, որ եկել է վերջին զգուշացումով։ Նա ասաց, որ եթե ես շարունակեմ խոսել, եթե ես շարունակեմ բողոքել, նրանք կապահովեն, որ Գայանեն երբեք չեք չընդունվի համալսարան։ Նա ասաց. Գրաչյա, դու արդեն կորցրել ես քո կյանքը։ Մի կորցրու նաև քո դստեր ապագան։ Գրաչյան շարունակել էր. Ես նայեցի այդ մարդու աչքերին եւ տեսա բացարձակ սառնություն։ Նա չէր տեսնում ինձ որպես մարդու։ Ես էի միայն խնդիր, որը պետք է լուծվեր։ Եվ այդ պահին ես հասկացա. ես երբեք չեմ ազատվի։ Նրանք երբեք չեն թողնի ինձ ազատ։ Միակ ելքը, բայց ես չեմ կարող մտածել դրա մասին։ Գայանեն անհրաժեշտ է ինձ, Արմինեն անհրաժեշտ է ինձ, ես պետք է դիմանամ։ Սա էր վերջին գրառումը։ 2 օր անց Գրաչիա Ներսիսյանի ճանապարհորդությունը այս աշխարհում ավարտվեց։ Պաշտոնական տարբերակը, որը տարածվեց լրատվամիջոցներով, ասում էր. ժողովրդական արտիստ Գրաչիա Ներսիսյանը հեռացավ կյանքից սրտի անսպասելի կանգից 58 տարեկանում։ Բայց նրանք, ովքեր գիտեին ճշմարտությունը, պատմում էին այլ պատմություն։ Բժիշկ Վահագն Սարգսյանը, ով տեսավ Գրաչիայի մարմինը, ասաց. Սա չէր սովորական սրտի կանգ։ Նրա մարմնի վրա կային նշաններ, որոնք ցույց էին տալիս, որ նա տառապել էր ծանր ֆիզիկական եւ հոգեբանական սթրեսից երկար ժամանակ։ Բժիշկը չէր կարող ասել ավելին, իրավական սահմանափակումների պատճառով, բայց նրա լռությունը ասում էր ավելին, քան ցանկացած խոսք։ Սպասուհի Մարիամ Խաչատրյանը պատմեց, որ Գրաչիայի վերջին օրերին նա գրեթե չէր ուտում, գրեթե չէր քնում։ Միայն նստում էր իր ուսումնասենյակում եւ գրում էր։ Կարծես նա գիտեր, որ ժամանակը սպառվում է եւ նա ուզում էր թողնել ապացույց, ասաց Մարիամը։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, ինչ տեղի ունեցավ Գրաչիայի հեռանալուց հետո։ Ստուդիայի տնօրենը, այն մարդը, ով տասնամյակներ շահագործել էր Գրաչիային, շարունակեց իր կարիերան առանց որևէ հետևանքի։ Նա ոչ միայն չպատժվեց, այլև առաջ խաղացավ, դառնալով մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա։ Նա ապրեց երկար եւ հարուստ կյանք, մեռավ իր անկողնում, շրջապատված ընտանիքով 1998 թվականին։ Նրա հուղարկավորությունը եղավ շքեղ եւ պաշտոնական ելույթներում նրան անվանեցին մշակույթի մեծ բարերար։ Ոչ ոք չհիշատակեց Գրաչիա Ներսիսյանի անունը։ Ոչ ոք չխոսեց այն մարդկանց մասին, ում կյանքները նա ոչնչացրել էր։ Հնա ոչնչացրել էր։ Համակարգը պաշտպանեց իր սեփականներին մինչև վերջ։ Արմինե Ներսիսյանը ապրեց եւս 35 տարի, լուռ եւ մենակ։ Նա երբեք չխոսեց հրապարակայնորեն իր ամուսնու մասին։ Երբ լրագրողները փորձում էին հարցազրույց վերցնել, նա մերժում էր։ Նա ապրում էր նույն բնակարանում, որտեղ նրանք ապրել էին Գրաչիայի հետ, շրջապատված հիշողություններով։ Նրա դուստրը Գայանեն չդարձավ դերասան։ Նա ընտրեց լիովին այլ ճանապարհ,
Դարձավ բժիշկ, կարծես փորձելով փրկել այն կյանքները, որոնք համակարգը կոտրել էր։ Գայանեն երբեք չխոսեց հրապարակայնորեն իր հոր մասին, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, ասում էին, որ նա կրում էր նրա ցավը ամեն օր։ Արմինեն հեռացավ այս աշխարհից 1915 թվականին, տարելով իր հետ գաղտնիքներ, որոնք երբեք չպատմեց։ Նրա վերջին խոսքերը ըստ Գայանեի եղան. «Ես շուտով կտեսնեմ քո հորը, եւ վերջապես ես կկարողանամ ասել նրան, որ ես երբեք չմեղադրեցի նրան»։ Գրաչյա Ներսիսյանի պատմությունը ավարտվեց, բայց նրա ժառանգությունը շարունակվում է։ Նրա ֆիլմերը դեռ ցուցադրվում են հեռուստատեսությամբ, նրա ձայնը դեռ հնչում է ռադիոյում, նրա ժպիտը դեռ ծիծաղեցնում է նոր սերունդներին։ Բայց քանի հոգի գիտեն, թե ինչ գնով եկավ այդ ժպիտը։ Քանի հոգի հասկանում են, որ յուրաքանչյուր անգամ, երբ Գրաչյան ժպտում էր բեմի վրա, նա մահանում էր ներսից։ Նրա պատմությունը պատմություն է համակարգի մասին, որը սպառում էր իր լավագույն մարդկանց։ Պատմություն է այն մասին, թե ինչպես է տաղանդը դառնում անեծք, երբ այն ընկնում է սխալ ձեռքերում։ Պատմություն է այն մասին, թե ինչպես է լռությունը դառնում զենք, պաշտպանելու հանցագործներին եւ ոչնչացնելու զոհերին։ Բայց գուցե ամենակարևոր հարցը, որը մենք պետք է տանք մեզ, այն է. արդյոք այս համակարգը իսկապես ավարտվել է։ Արդյոք այսօր չկան նոր Գրաչյա Ներսիսյաններ, ովքեր ապրում են նույն թակարդում։ Արդյոք մենք սովորել ենք դասերը, թե դեռ շարունակում ենք զոհաբերել մեր տաղանդավոր մարդկանց անարդարության զոհասեղանին։ Գրաչյա Ներսիսյանի օրագիրը, որը այժմ պահվում է Հայաստանի ազգային արխիվում, ավարտվում է այս խոսքերով. «Եթե դուք կարդում եք սա, ուրեմն ես այլևս չկամ։ Բայց ես աղաչում եմ ձեզ, մի թողեք, որ իմ պատմությունը մոռացվի։ Մի թողեք, որ ուրիշ մարդիկ տառապեն այնպես, ինչպես ես տառապեցի։ Պայքարեցեք համակարգի դեմ, պայքարեցեք անարդարության դեմ, եւ երբեք մի թողեք, որ նրանք լռեցնեն ձեզ»։ Այսօր, երբ մենք նայում ենք Գրաչյա Ներսիսյանի լուսանկարներին, մենք տեսնում ենք ժպտացող դերասանի։ Բայց եթե մենք նայենք ավելի ուշադիր, մենք կտեսնենք նրա աչքերում ցավը։ Մենք կտեսնենք այն մարդուն, ով տվել էր ամեն ինչ՝ իր տաղանդը, իր առողջությունը, իր երջանկությունը, իր կյանքը, միայն թե ուրիշները ժպտան։ Եվ գուցե սա է նրա ամենամեծ ողբերգությունը, որ նա հաջողեց։ Նա ստիպեց միլիոնավորներին ծիծաղել, բայց ինքը երբեք չկարողացավ գտնել իսկական ուրախությունը։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Գրաչյա Ներսիսյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը անողորմ կերպով շահագործում էր իր տաղանդավոր մարդկանց, թե նա ինքը կարող էր ավելի համարձակ լինել եւ պայքարել իր իրավունքների համար։ Գուցե եթե նա ավելի վաղ խոսեր, ավելի բարձր ձայնով բողոքեր, նրա ճակատագիրը այլ կլիներ։ Թե համակարգը այնքան հզոր էր, որ ոչ մի անհատական դիմադրություն չէր կարող փոխել ոչինչ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Հիշում են արդյոք նրան ձեր քաղաքում, ձեր ընտանիքում։ Արդյոք ձեր ծնողները կամ տատիկները պատմում են նրա մասին։ Մենք ուզում ենք իմանալ ձեր պատմությունները, ձեր հիշողությունները։ Սեղմեք հավանել կոճակը, եթե կարծում եք, որ ճշմարտությունը պետք է միշտ ասվի, անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել։ Եվ անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններություններ այն մարդկանց մասին, ում իսկական կյանքը թաքցվել է պաշտոնական կենսագրություններից։ Ձեր ձայնը կարևոր է, ձեր հիշողությունները կարևոր են։ Միասին մենք կարող ենք ապահովել, որ Գրաչյա Ներսիսյանի նման մարդկանց զոհաբերությունը չմոռացվի։